Հայաստանը ներկայացնող գերծանրքաշային կարգի ծանրորդ Վարազդատ Լալայանը երրորդ տարին աննմեջ դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Աշխարհի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Փարիզի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը պոկուն վարժությունում 2 մոտեցում կատարեց, երկուսն էլ հաջող։ Հրումում 1 հաջող մոտեցում կատարեց։ Երկրորդ և երրորդ մոտեցումներով փորձեց երկամարտի և հրում վարժության Եվրոպայի ռեկորդ սահմանել, սակայն չստացվեց։ Ներկայացնում ենք Լալայանի բոլոր մոտեցումները։ Հարգելի մարզասերներ, մեկ խնդրանք, շատ ակտիվ հավանեք տեսանյութը և տարածեք։ Որևէ կասկած չթողնելով Վարազդատ Լալայանը պոկում է 200 կիլոգրամը եւ զգացվում է, որ սա դեռ այսպես մեծ պաշարով է, հա, կարող է ավելի եւ հիմա միգուցե կփորձի ավելի։ Երկու մոտեցում ունի Լալայանը, կարող է միայն ու միայն ավելացնել իր առավելությունը հետապնդողների նկատմամբ։ Պատրաստ է Լալայանը վերադառնալ արդյոք եւ երկրորդ մոտեցումը 210 կիլոգրամ։ Հենց այս արդյունքով նա Քիշնևում հաղթեց պոկուն վարժություն 1 տարի առաջ Եվրոպայի առաջնությունում։ 218 հետո պոկել չկարողացավ։ Ամբողջությամբ նույն սցենարով է գնում 200, 210, հետո 218։ Այս տեսնենք 218 աշխարհի ռեկորդն է այս պահին։ Միգուցե 219 պահ, բայց նախ եւ առաջ պետք է 210-ը պոկել։ Անգնում է Լալայանը հիասքանչ է 210 կիլոգրամ եւ այնպիսի մեծ առավելություն արդեն ունի հետապնդողների նկատմամբ 18 կիլոգրամ արդեն առաջ է վագայից 18 կիլոգրամ եւ դեռ մեկ մոտեցում ունի այո այդքան հեշտ չէ որքան 200-ի դեպքում բայց այսպիսի ցնծություն պարգևեց Վարազդատ Լալայանը 241 կիլոգրամ եւ մեկ մոտեցմամբ մեր ծանրորդը կարող է եւ փոքր ոսկե մեդալ հրում վարժությունում նվաճել եւ մեծ ոսկե մեդալ ասել է թե Եվրոպայի չեմպիոնի երրորդ կոչումը նվաճել 241-ը նրա հնարավորությունների սահմաններում չէ շատ ավելի ցածր է սահմանից բայց ապահովության համար պետք է այսպես սկսել առավել եւս որ սա էլ է ապահովում չեմպիոնություն կանգնեց հանգիստ կանգնեց եւ երկրորդ հատվածը հրեց ու պահեց Վարազդատ Լալայանը Եվրոպայի երրակի չեմպիոն է արդեն եւ նա հաստատում է որ Լաշա Տալախաձեի կարիերան ավարտելուց հետո քաշային այս կարգում հավասարը չունի հիմա նա է այստեղ իշխում եւ խորհրդանշական է որ դա անում է Վրաստանում Բաթումիում Լաշա Տալախաձեի աչքի առջև այսպիսի ելույթ գրանցեց Վարազդատ Լալայանը 241 կիլոգրամով նա առաջինն է հրում վարժություն 451 կիլոգրամով առաջինն է երկամարտում եւ հիմա տեսնենք ինչ է մտածել եւ օլիմպիական խաղերում Եվրոպայում 2024-ին երկամարտում Լալայանը Տալախաձեին պարտվեց ընդամենը 3 կիլոգրամ դա արդեն խոսեց այն մասին որ մրցակցությունը շատ ավելի լուրջ էր դարձել հիմա առանց Տալախաձեի Լալայանը ինքն է թելադրում ամեն ինչ ու 463 կիլոգրամի համար է պայքարում երկամարտում Եվրոպայի ռեկորդ է փորձում սահմանել Դերևս ամենա սպասելի կանխատեսելի չեմպիոնություններից մեկը եղավ մեր երրորդ ոսկե մեդալը Եվրոպայի այս առաջնությունում, բայց այսպիսին է Վարազդատ Լալայանը, նա սովորեցրել է, որ այժմ հաղթում է իր մրցակիցներին մեծ առավելությամբ։ Ու հիմա ռեկորդի փորձ, այստեղ պայքարն ավելի դաժան է։ Ծանրաձողի հետ կանգնեց, հրեց եւ ցավոք չկարողացավ պահել ծանրաձողը Վարազդատ Լալայանը, Եվրոպայի ռեկորդը մնում է կանգուն եւ վերջին մոտեցումն է հիմա առջևում Եվրոպայի ռեկորդ սահմանելու երկրորդ փորձը
Վարազդատ Լալայանի 253 կիլոգրամ ծանրաձողի քաշն է, 463 կիլոգրամ կդառնա երկավարտի ցուցանիշը եւ դա Եվրոպայի ռեկորդ։ Վարազդատ Լալայան Յուրատեսակ լռություն փոթորկից առաջ հայացքների խաղ Լալայանից Տալախաձեից Լալայան ռեժիսորը փոխում է անընդհատ։ Իհարկե Տալախաձեն գիտակցում է, որ մի օր իր բոլոր ռեկորդները գերազանցվելու են, բայց երբ։ Միգուցե հենց հիմա։ Ոչ, չստացվեց ցավոք սրտի, կանգնել անգամ, բարձրացնել կրծքին պայել չկարողացավ Լալայանը, բայց հոգ չէ, խնդիր չէ։